Նոր օր նոր սկանդալներ։ Անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Վերադառնանք քաղաքական հարդկորին։ Վարորդների սիրուհիները։ Արա, Արևնի խոսա։ ձախ կողմում նստած է Աբինյանի երկվորյակը։ Բարև ձեզ, վերցրեք պոպկորնը, որտև եթերում ARM Comedy-ն է ու եթե այս հաղորդումը հավաքում է 2500 լայք, բենզինի գները չեն թանկանալու, չնայած նավթի գները թանկացան։ Նարեկը սենց վստահ աչ ու ձախ փրթում է, որտև Նարեկը ունի pinned մեջք եւ այդ մեջքը մեր Patreon-ն է։ Դուք էլ կարող եք դառնալ մեր մեջքը ամսական ընդամենը կես cheeseburger-ի գնով։ Կես։ Մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ը շարունակում է ձուլել արմատուրաները, որ ձուլում է։ Եթե դուք եք ուզում գերմանական տեխնոլոգիայով արմատուրայի ու շինարարություն անել, ապա դիմեք GTB։ Որ պատկերացնեք, թե ինչ զգալի տարբերություն կարող է տալ ընդամենը 20%-ը, եկեք հիմա ձեր էկրանի 20%-ը փակենք։ Չի դզում, չէ՞։ Դե հիմա պատկերացրեք ոնց է դզում, երբ Domus-ը մինչև 20% զեղչ է հայտարարում TCL հեռուստացույցների վրա։ Դե պաշտոնական ներկայացուցիչն է կարա անի։ Էկրանի միջև 20%-ը Domus-ից, այն մնացածը ձեզանից, եթե հենց այսօր շտապեք Domus։ Ամեն անգամ, երբ դուք չեք շտապում, շտապում է ձեր հարևանը, որը վայելում է մինչև 20% զեղչ։ Հարևանը։ Եվ այսպես նոր օր նոր սկանդալներ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանը մոտեցավ միկրոֆոնին, իսկ ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Ինչպես զգուշացնում էինք, հաստատ կհիշեք, մենք ասում ենք, մենք միշտ ասում ենք, որ այս նախընտրական պայքարը գնալու է Լև Տոլստոյի խաղաղություն եւ պատերազմ գրքի ֆաբուլայով, ու ըստ Փաշինյանի ընդդիմությունը ինքը այդքան էլ խաղաղություն չի ուզում։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած։ Եթե ընդդիմություն, ուրեմն հաստատ պատերազմ։ Ես ընդհանրապես զգուշացնում եմ, ուզում եք հարց չկա, ընտրեք ընդդիմություն, բայց եթե գա ընդդիմությունը պատերազմ ալնելու, ես ընդհանրապես զգուշացնում եմ, ես ոչ իման չեմ ասում, բայց պատերազմ կլինի։ Ու ընդ որում շատ կոնկրետ գիտի, ամսով, տարով, ի տարբերություն այն իրական պատերազմի, որը вообще կուրսը չէր, որ սկսել է։ Մաքսիմալ աշնանը։ Ոստեղ մտածում ես, արա խի Սերժը նույն բանը չասեց, որ հրաժարական էր տալիս։ Կարող չէ ասել, ասենք, հարց չկա, կարակ ընտրեք Նիկոլին, բայց եթե Նիկոլին բերեք, մաքսիմում 2 տարվա մեջ կլինի պատերազմ, մաքսիմալ։ Բայց Սերժը ի տարբերություն Փաշինյանի մեծահոգի էր։ Նա ասեց, որ Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի։ Ես։ Իսկ Փաշինյանը նաև դիմեց ուժեղ Հայաստանի ղեկավարին ու կոչ արեց մտնել ուղիղ եթեր ու անխնա հակադարձել իրան։ Բայց մենք հասկանում ենք, որ Կարապետյանը զրկված է ուղիղ եթերից դատարանով։ Կմտածեք դուք, բայց ոչ Փաշինյանը։ Ինչի ով է զրկված ուղիղ եթերից։ Այդ որ մեկ էլ հիմի ասում են պրոբացիան պաշտոնապես հրապարակելա, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր։ Կարող է թողը մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում։ Հիմա, երբ Փաշինյանը ասում է, Կարապետյանը կարա մտնի ուղիղ եթեր, բան չի մտնում, կմտածեք դուք։ Ուստեղ Արամ Վարդևանյանը ասեց, հələ մի րոպե, հələ մի հատ սպասեք։ Մեր կողմից ուղիղ ներկայացվեց անհրաժեշտությունը տեսաուղերձներ հրապարակելու վերաբերյալ։ Դատական նիստի ընթացքում նույնիսկ առաջարկեցի մի պահ ընդմիջենք եւ ինչպես ասում էր գործադիր իշխանության ղեկավարը, Facebook-ի ուղիղ եթերի ձևաչափով ներկայացնենք այն ամենը, ինչ կատարվում է։ Բայց ոչ քննիչը, ոչ դատարանը նման թույլտվություն մեզ չտրամադրեցին։ Այսինքն չնայած Փաշինյանը ասում է, որ կարա ուղիղ եթեր մտնի, քննիչը ասել է, որ չի կարա մտնի ուղիղ եթեր։ Բայց Նիկոլը չի հանձնում, ես չեմ ասում, որ սենց պարզ ծուղակալ արում։ Այդ որ ասում եք ուժեղեք, ինչով եք ուժեղարա։ Մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք, եւ ես ընդունեմ, որ ուժեղ եք։ Արա,
Արա, всё, էլ կրթվել է նորաձև չի պահի տակ։ Ինչ եղավ մեր ինտելիգենտ, մուզիկանտ, վարչապետ մարդը, բայց ուժեղ Հայաստանը նույնպես մտավ եթեր ու ասաց, որ առաջ իհարկե է։ Արև մի խոսա, ոնց որ երաշտություն ուզում ես թարգես, կողական գնաս, մի գնա, այլ զբաղվի երկրի վարչապետին հարիր գործերով։ Դե նստած հելած վարչապետա, այդ բաները մի քիչ դժվար են մեջից դուրս գալի։ Բայց այլ կարար չի ասեր, որ արան տղու համար է, вообще, Աղջի հոչի, արա, չէ։ Այստեղ ընթառաջ գնաց ուժեղ Հայաստանի։ Հետո դե всё, Նիկոլը վերադարձավ վարչապետական գործերին եւ արեց Գառնան, թեժ քաղաքական Գառնան ամենակարևոր հայտարարությունը։ Այսպիսով Սիբեխի սեզոնը հայտարարում են բացված։ Իհարկե, հին ու բարի Սիբեխը երևի չէր սպասում, որ իրան ներս են անելու չինական փայտիկներով, բայց գուցե սա հայ-չինական ռազմավարական հարաբերությունների սկիզբն է։ Ու քանի ընդդիմությունը վստահ չի կարող ուղիղ եթերով դիմել հանրությանը, չի կարող հանրությանը դիմեց արեստական Սամվել Կարապետյանը։ Ժամանակն է ուժեղ խաղաղության։ Վաղը ուշ է լինելու։ Հանրահայտ կանոն է։ Պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկա ուժ։ Թույլ բանակը հրահրում է թշնամուն։ Պարոն Կարապետյանին շատ նման սիրելի մարդ, ինչ ուժ, ինչ բանակ, Սիբեխի սեզոնն է բացվել։ Իհարկե շատ ափսոս, որ Բաղարջի սեզոնը տենցը չբացվեց, բայց հեյ, Սիբեխինը կա։ Մի խոսքով, այս Կարապետյանը իհարկե շատ հաճելի է, բայց Նիկոլը Ժիվոյ Սամվել Կարապետյանն է ուզում տեսնել։ Ոստեղ Նիկոլը հրավիրեց դուելի Կարապետյանին առաջարկելով նույնիսկ զենքերի տեսակը։ Իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ։ Բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ։ Թողան իրանք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուղիղ։ Իսկ գիտեք, որ այստեղ էլ կարա 200 կիլոմետր հեծանիվով քշի։ 212։ Իսկ այս տղեն է։ Դու ինչ կարաս вообще։ Ես կարամ cheesecake սարքեմ։ Կարա cheesecake սարքին, հենց որ Ժիմը Կարապետյանին Նիկոլը հեծանիվ կշի, վերջում էլ բոլորս կուտենք Սերգեյի cheesecake-ը։ Մի պրիմիտիվացրու, ես բրաունի էլ կարամ սարքեմ։ Դուք լի մտածում եք ում ընտրել վարչապետ։ Բայց մի հատ հասկանանք, էլի, եթե քնիչի չի թողնում Սամվել Կարապետյանին ուղիղ եթեր դուրս գա, ո՞նց դուրս գա։ Պաստորեն ուժեղ տղեկը քննիչից վախում են։ Ոչ թե վախում են, այլ սարսափած են։ Դրա համար չեն մտնում ուղի եթեր եւ հաղորդակցվում հանրության հետ, որովհետեւ վախենում են քննիչը կարող է ջղայնանա եւ կարող է ականջները քաշի։ Իրականում ինչքան ես գիտեմ, քննիչը պարզաբանել է, որ թույլ է տալիս։ Մտեք ուղիղ եթեր, ուժեղ տղեկ, մի վախեցեք քննիչից, չի ծեծի։ Հերիք չի Սիբեխի սեզոնը բացեց, մի հատ էլ ուղիղ եթերը, բամտեք։ Աստեպեց շատ տրամաբանական հարց է առաջանում։ Եթե այդքան շատ ձայն ունի Նիկոլը իր կարծիքով, եթե այդքան վստահ է, որ իրանք ավելի ուժեղ են, Խեք Սամվել Կարապետյանն անդադ 2 ամսով կալանքը երկարացնում, մի ամսով երկարացնում, 2 ամսով բաց թողեք դու դուրս գա իսկական է, 2 ամիսը մեկ, մի ամսով, 2 ամսով երկարաձգենք, եթե վստահ եք ձեր ուժի վրա, բաց թողեք հանգիստ գնա շփվի, արտահայտվի խոսա ու եթե վստահ եք որ վատ է խոսել, թող վատ խոսա։ Ոնց ձեռները կապես ու ասես արի բոքս կպնենք։ Բայց ուժեղ Հայաստանը Նիկոլի լիրիկական կոչին մեգա լիրիկականով արձագանքեց։ Նիկոլ Փաշինյան, հանգստացեք, ամեն ինչ նորմալ է, հանգստացեք։ Ձեր համար թույլ լինելը նորմալ է։ Գիտեք, կյանքը տենց է դասավորված, լինում են թույլեր, լինում են ուժեղներ։ Թույլերի համար ուժեղների հետ մի քիչ բարդ է լինում։ Տեսեք, 2 ամիս բան է մնացել։ Էս լիրիկական ոճը, ահագին ներվերից ազդում է, մի քիչ ավելի ագրեսիվ, էմոցիայով։ Ինչպես ասում էր Չարլզ Դարվինը, հեսա հունիսի 7-ին ուժեղները թույլերին կհաղթեն ու ամեն ինչ պարզ կլինի։ Իսկ ինչպես հավելում էր նաև Նիցշեն, այն ընտրական պարտությունը, որ քեզ չի սպանում, քեզ դարձնում է ավելի ուժեղ։ Ոբշեմ ամեն դեպքում բնությունը ամեն ինչ իր տեղը կդնի։ Իսկ մենք
կենտրոնանանք կարևորի վրա։ Ես սալատը շատ եմ սիրում, շատ լավն է, որ ռեստորաններում կարող պատվիրեք։ Արարատյան սալատա կոչվում։ Վերջ, առանց չինական փայտիկների ոչ մի հայկական բան չենք ուտում։ Դեռ Վարդան Մամիկոնյանն էր տղմուտ գետի ափին սալատը փայտիկներով։ Մամիկոյանը ոչինչ, իրանք Չինաստանից էին, հենց ու իրան, հա? Չգիտեիր։ Այո, մամիկոյանք սալատից էին, բայց դա вообще չի արդարացնում, թե խենք մենք հիմա ամեն ինչը չինական փայտիկներով ուտում։ Ու քանի ուտելու թեման է, Պապոյանը լավ լուր ունի մսակերների համար։ Սովորաբար ոչխարը մեկ ծննդաբերության ժամանակ ունենում է 1 կամ 2 ձակ։ Հազվադեպ կարող է ունենալ 3 ձակ, իսկ միանգամից 4 ձակ ունենալը շատ քիչ հանդիպող բան է։ Մեր ֆերմերներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել։ Տեսնում եք, Պապոյանի օրոք մայր ոչխարները սկսել են 4 ձակուկ ունենալ։ Պապոյանը вообще շատ լուրջ է զբաղվում անասուններով։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ Խելացի անասնաշենքում, որը կառուցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ։ Խելացի անասնաշենքի կառուցման համար ծախսերի 50%-ը այս պարագայում 17.5 միլիոն դրամը փոխհատուցել է կառավարությունը, իսկ եւ միևնույն ժամանակ կառավարությունը փոխհատուցել է այս սեմինտալ ցեղատեսակի անասունների ձեռքբերման ծախսի 40%-ը։ Պապոյանը անասուններին լավ է նայում, ծախսը կիսում է գրեթե։ Դե բայց սենտիմենտալ անասուններ են, պետքա լավ նայել, որ ներաշխարը հանկարծ շուտ չգա։ Սենտիմենտալ չէ, սեմինտալ։ Կովերը նաև շատ սենտիմենտալ անասուններ են, փորձել եք կովի աչքերի մեջ նայեք, այնքան սեր կա, այնքան սեր։ Այդ ընթացքում ազգային ժողովում Հայաստան դաշինքը քննարկում էր իրական հարցեր։ Հիշեցնեմ ուղղակի, որ Հայաստան դաշինքը մտել է ազգային ժողով, вообще մասնակցել է ընտրությունների մեկ նպատակով՝ հեռացնել Նիկոլին։ Իսկ հիմա Միջև քոքը մաշացնել, սիրելի Գառնիկ, անասնաբուժական հիմնարկները որ կան, որոնք որ մարզերում կան, բյուջեից փող են ստանում եւ այլ։ Ինչ ներգրավվածություն պետք է ունենան այս խնդրին, եթե կենթանին խնդիր ունի վիրահատական միջամտության եւ այլ։ Գառնիկ ջան, ընտրություններին մնացել է 2 ամիս, չի կարելի սենց սենտիմենտալ հարցերով զբաղվել, ինչ կենթանիներ, քոքը մաշացրեք Նիկոլենց։ Արա, ոնց կամ բարդ հանգիստ զբաղվի Նիկոլի հեռացմամբ, երբ թափառող կենթանիները այսօրի են։ Ուզում եմ նաև տեղեկացնել նաև մեր հայրենակիցների կարծիքներն ու տպավորությունները ձեզ հետ կիսվել, որ շատ ժամանակ այս դերժացված կենթանիները շատ ավելի ինտենսիվ բազմանում են։ Այսինքն սա խնդիր է։ Արա դե ստերջացնել չգիտեք, կանչեք սիրելի Գառնիկին անեն ստերջացնի, որ այդ անասունը մինչև խոր ծերություն մի բաժակ ջուր տվող չունենա։ Այդ հարցը իդեպ վերջերս կարծեմ ավականիում էր քննարկվել։ Պարոն Մարությանի օրոք թափառող կենթանիները ստերջացվելուց հետո մի քանի անգամ հղիանում եւ ծննդաբերում էին։ Անի Խաչատրյանը էլի ամեն ինչ գցեց Հայկ Մարությանի ջեբը։ Ոչ մեկի ձեռը, որովհետև չի գնում նորմալ ստերջացնել այդ կենթանին։ Արա դե այդ հանձնաժողովի մեջ ուրեմն Գառնիկին կանչեք Անի Խաչատրյանին ու ինձ ընեն ստերջացնենք, որ կենթանիները вообще սեքս բառը մոռանան, բայց վերադառնանք ավելի կարևոր քաղաքական թեմաներին։ Բարեկամներ, Տիգրան Արձաքանյանին վերջապես տվեցին ամենակարևոր հարցը։ Ինչն է պատճառը, որ միշտ ձեր խոսքը վերածվում է հումորի։ Հա, դուք ինքներդ տեսած կլինեք, միլիոնավոր տեսանյութեր կան, սոցցանցերում, TikTok-ում, Instagram-ում երիտասարդները վերցնում են ձեր խոսքը, տարբեր հումորային հոլովակներ են պատրաստում։ Այ ինչու է այդպես։ Ուրեմն ասեմ, ձեր հաղորդման ժամանակ հայտարարում եմ ու ասում եմ, որ մեր երիտասարդները, մեր ժողովուրդը լսի, հասկանա, Արձաքանյան Տիգրանի արած աշխատանքները, եթե մեկը կարար 1%-ը լուրջ ձևով աներ հայրենիքի համար, ես իրան այդ 1%-ի համար 1000 անգամ շնորհակալություն կասեի։ Բայց մարդիկ չեն կարողանում լուրջ ձևով այդ լավ գործերը անել, դրա համար ազգին պետք է Արձաքանյան, որ իր ձևով դա անի։ Բայց ովքեր են հումորի ենթարկում Արձաքանյանի ասածները։ Ես, որ արխիվում եմ, իմ հետևից միշտ խոսում են ու հումորի են ենթարկում այն մարդիկ, որ իրենց գինը 0 է։ Հասկացաք հումորիստներ, ձեր գինը 0 է։ Կոչ ենք անում այդ ստորեակներին, այլևս հումորի չվերածեր Արձաքանյանի ասածները, որովհետև ինքը լուրջ մարդ է։ Իսկ ինչու է դիշով կեքը հումորի վերածում պարոն Արձաքանյանի խոսքը։ Որովհետև ես անում եմ աշխատանք, իրանք իրենց ոչնչություն եղած ժամանակ իրենք իմ անունը ուզում են
փչացնեն, քարկոծեն, ոնց ասեմ, հանակի, տարբեր հումորների վերաբերեն ու որ մարդիկ լուրջ չընդունեն։ Անհոգ եղեք, կառնվազն 2 հոգի, ովքեր ձեզ լուրջ են ընդունում։ Գուցե այդ 2 հոգին իմաստեղ չեն, բայց նրանք կան։ Կարճ ասած չենք թողնի ինչ որ հումորիստներ, ինչ որ զրոյական մարդիկ ձեր անդունդը խաթարեն։ Բայց ամեն դեպքում ինչու մարդիկ չեն կարողանում ձեզ հասկանալ։ Այդ մարդիկի մեր շփվելուց հետո թե երիտասարդները, թե միջին հասակով մեր քաղաքացիները իրանք զարմանում են, ասում են, պարոն Արձականցյան, ձեր հետ շփվելուց մենք մեծ հաճույք ենք ստանում, բայց դուք հիմա ձեր հետ շփվելուց ուրիշ մարդ եք, YouTube-ում, Facebook-ում ուրիշ մարդ եք։ Դրա համար ասում եմ, ժողովուրդ ջան, եթե ուզում եք ինձ ավելի լավ ճանաչեք, կարաք ինձ հետ հանդիպեք։ Հանդիպենք ու համոզվենք, որ լրիվ նորմալ մարդ է։ Դրա համար պարոն Արձականցյանին հրավիրում ենք լուրջ կազմ, Այո։ որ նստենք, իրոք համոզվենք, որ ինքը կա բորդի վրա գրած knowledge gives advantage։ Adventist։ Այդ YouTube-ն է մեղավոր, իրականում այնտեղ պետքա գրածել advantage, բայց YouTube-ը նենք խաղեր է տալիս Արձականցյանի վրա։ Դրա համար բոլոր պաշտոնական տեղեկությունները ստանալու համար որտեղ է պետք հետևել։ Ու ասեմ ձեզ, խորհուրդ եմ տալիս, դուք նայեք մենակ մեր օֆիցիալ Facebook-յան էջը, իմ օֆիցիալ Instagram-ի էջը։ Սրանից հետո մենակ օֆիցիալն ենք նայելու։ Մենակ Ինձ ուշում են, որ Փաշինյանը նոր ինչ-որ առաջարկ արել ընդդիմությանը։ Ուժեղ առաջարկ Ռ Քոչարյանին, Ս Կարապետյանին եւ Գ Ծառուկյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրեք արհամարել։ Եթե 2 տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Ստեղ Արձականցյանը հանգիստ հոգոց քաշեց, ինչ լավ է, որ ինձ չի առաջարկում դա անել։ Դե մի հատ էլ մեկ կողմից առաջարկ, եկեք արդարադատությանը WhatsApp-ով մի հատ գրեք, որ ազատի Սամվել Կարապետյանին, թող տենց ազատ արդար մրցապայքար լինի, եթե չեք վախենում, որ կհասեք։ Բարձրաճրենք մի հատ լավ լուրով Եվրոպայի հետ վիզաների ազատականացումը։ Հայաստանում է մարտակոսը այս հարցով եւ ինչ լավ լուրեր կան, ոնց է վիճակը։ Ոնց որ վիզաների հարցը լուծվում է, մի հատ էլ Սիբեխի սեզոնի բացում անենք Մարտակոսի հետ ու միասին Փարիզ։ Վիզաների հարցը այն որ նաստո տենց չեն լուծելու միջև ընտրություններ, բայց մաքսիմալ տպավորություն են ստեղծում, որ դա ինչ որ պահի ելնելու է դուք մնում եք մեզ հետ։ Երկրորդ մասում Նիկոլը դուրս է գալի ընդդեմ լրատվամիջոցների, ոստիկանությունը վտանգավոր հանցագործ է բռնում ու Տրամպը երևի դարի ամենաանտակտ բլթոցն է անում։ Ուշադրություն, Վեդիալկոն արդեն ունի փրփրուն գինի։ Փրփրել է գետապ վերնաշենը, ծանոթ համ փրփրուն մեկնաբանությամբ։ Այո, այն արդեն կա Վեդիալկոյի մասնագիտացված խանութում Պուշկինի 15A հասցեում։ Ինչ որ նոր հավես բան փնտրողների գլխավոր հարցը լուծվեց։ Ոչմ առաջին մասից հասկացանք, որ բարդ ընտրություններ են լինելու հունիսի 7-ին։ Եվ իրոք մարդ ոնց կողմնորոշվի ում ընտրել, ում ատեսնում վարչապետ։ Մի քաղաքացի կիսվեց մի յուրահատուկ լայֆհաքով։ Դեկում ենք տեսնում, որ պլոնգի վրով հետ բերեն օրենքը։ Մեկ էլ ուստանով կեքս հողեն երկ լսենք։ Ջան, դուք ջոգի կապերը ինչ այգի դու արեց, ասեց իրան ինչա պետք, ու թող քաղաքական ուժերը գցեն բռնեն, ոնց իր ձայնը տանեն։ Գիշերվա կեսին սալուտ խփող համայնքը արդեն հայտարարություն է տարածել, ով թույլ տա 3-ին գիշերվա սալուտ անել, իրան էլ կընտրենք։ Այդ ընթացքում ծխողների համայնքը ասել է, ով թողնի ռեստորանում ծխենք, կընտրենք։ Աղասերների համայնք հազար, թողեք աղան ենք որտեղ ուզում ենք։ Տոպրակասերների համայնք, հիմա լավ է, հիմա 10 անգամ շատ տոպրակ ենք վաճառում կան միջև հետ։ Բայց քանի դու զվարճանում ես,
Ոստիկանությունը վտանգավոր հանցագործա վնասազերծել։ Համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Արշալույս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը, ունենալով համապատասխան լիցենզավորում եւ փաստաթղթեր, զբաղվում է կահույքի եւ դռների արտադրությամբ ու վաճառքով։ Okay, ոստիկանություն, մենք ուրիշ ավելի կարևոր հանցագործություններ вообще չունենք։ Ասենք մարդիկ կրիստալի արտադրամասեր ունեն, գուցե իրանց sense ձերբակալենք։ Դե բայց ապօրինաբար էր զբաղվում ամեն դեպքում չբռնեն։ Ստալեշկիցաների էսկոբ։ Գիտես ելով էր փայտագործությամբ զբաղ։ Հիսուսը եւ իր հայրը։ Հարկ չէին տալիս իրանք էլ ՀԴՄ չէին տպում։ Ամենաախմախ փաստարկը։ Պարզվել է, որ նշված հասցեում գործում է կահույքի արտադրամաս կահույք պատրաստելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով, առարկաներով եւ կիսով չափ պատրաստված տարբեր տեսակի կահույքով։ Իսկ իմ երազանքներում ոստիկանները բացահայտում են կրիստալի արտադրամասը մետամֆետամինի հաստոցներով ու ձերբակալում են այդ ապրանքը դպրոցներում ծրող արհեստավորներին։ Վերջացրեցի երազանքների շարքը։ Դե վերադառնանք քաղաքական հարդկորին։ Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին։ Գիտեք ինչի, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ որևէ պարագայում այդ այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է հաշմանդամություն առնվազն։ Օր, ինչքան բան է սպառնում մարդկանց, եթե ԿՊ չընտրեն։ Так, ուրեմն լրագրողներին հաշմանդամություն, էլ ինչ կար։ Դե սեպտեմբերին ակնհայտորեն պատերազմ։ Եթե ԿՊ-ն չընտրեք, Սեպտեմբեր, մաքսիմում հոկտեմբեր պատերազմ, հետո արեստական բանականություն չէր։ Այդ ամբողջ ցուցակը մի հատ կհիշացնեք։ Եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Հայաստական բանականությունն էլ չի լինի։ 4 միլիարդ դոլար ներդրումներ չի լինի։ Անկախություն էլ չի լինի։ Ու մեկ էլ եթե ԿՊ չընտրեք, թարխուն ուտելուց հետո որ վրից սառը ջուր եք խմում, այդ լեզվի այդ հաճելի ծակծկոցը, չեմ ասում вообще կվերանա, բայց ավելի քիչ հաճելի է լինելու։ Լրագրողներին էլ գործազրկություն է սպառնում։ Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև, բայց կար եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում։ В общем, լրագրողները պետքա գնան մոմ վառեն, զեղչելով կաթողիկոս անունը, որ ԿՊ-ն այսքան մատերիալ է տալիս իրանց ամեն օր։ Դու կարծում ես լրագրողները դա գնահատում են։ Չէ, լրագրողները հիասթափեցրել են վարչապետին, ինչը պարզ դարձավ, երբ որ հարց տվեցին ԿՊ քարտուղար Հայկ Կոնջարյանի աղբոր հետ կապված ինչ-որ գործով։ Այդ փաստերը դուք եք գրել, դուք մի րոպե։ Լսեք, ինչ տարբերություն ձեր հետքի եւ ազատություն ռադիոկայանի միջեւ, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Եվ ասենք ենթադրենք բանի, մյուս ռադիոկայանը ոնց էր։ Ռուսական ռադիո։ Սպուտնիկի ու ազատության ռադիոկայանի միջեւ ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում։ Եվ ձեր եւ հետքի միջեւ էլ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ What? Ազատությունը վերցեց ու համեմատեց Սպուտնիկի հետ, Սպուտնիկի հետ, ազատությունը որ չլներ, հեղափոխություն կարողա չլներ։ Ազատությունը որ չէր լինի Լեյլա տատիկը, չէր լինի Աշոտի ֆեյք տատիկը, հավանաբար չէր լինի Չայլոն չէր լինի։ Կլներ, չէ, Չայլոն կլներ, բայց ոստիկանների դեմ համբուրվող Միկի Մաուսի ականջներով այդ աղջիկը չէր լինի։ Լեգենդար ուսապարկը չէր լինի։ Նու չէ, ամեն ինչը իհարկե կլներ, բայց մենք դրա մասին ձև չի որ իմանայինք։ Չայլոն էր, ամեն դեպքում կներես, բայց Չայլոն, Քայլոն։ Potato։ Բայց մի հատ հասկանանք, Կոնջրանի հետ կապված այդ ինչ մոմենտ էր։ Հա, մի հատ տեսնենք օրինակ այդ Sputnik Armenia ռադիոկայանը ինչ ռեպորտաժ է։ Որո՞։ Ազատություն, 100 ներողություն, ազատությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջարյանի եղբայրը Ավետ Կոնջարյանը առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, հայտնաբերվել պարեկների կողմից եւ պատասխանատվությունից ազատվել հնարավոր ամենամեղմ տարբերակով։ Նոյեմբերին քննչական կոմիտեն որոշել է համաձայնությամբ տուգանք կիրառել Կոնջարյանի նկատմամբ։
Համաձայնությամբ տուգանք կիրառելու համար անհրաժեշտ էր, որ սա լիներ Ավետ Կոնջուրյանի առաջին հանցանքը, այնինչ վերջինս դեռ 2010 թվականին դատապարտվել էր խարդախության համար։ Սա չի խանգարել, որ քննչական կոմիտեում հայտնվի մի տեղեկանք այն մասին, որ Կոնջուրյանը նախկինում չի դատապարտվել։ Լսի չի ակնարկում ռուսական ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցը։ Էս Սպուտնիկը չի, էս ազատությունն է։ Ըստ վարչապետի ոչ մի տարբերություն, բայց ակնարկը որն է, որ հանուն Կոնջուրյանի ինչ որ օրենք է խախտվել։ Ազատության երկու գրավոր հարցերին պատասխան հայտնել է, որ համապատասխան տեղեկանքը հենց ներքին գործերի նախարարությունից է ստացվել։ Ինչպես է քրեական վարույթի նյութերում հայտնվել Կոնջուրյանի դատապարտված չլինելու տեղեկանքը, հետաքրքրվեցինք դատարանում նրա ներկայացուցիչ Մելանիա Սարգսյանից։ Իսկ вообще ինչի համար էր դատված սիրելի հարգելի падգամավորի եղբայրը։ Դե երևի նախկինները ժամանակ չգիտես ոնց էր մի բան գլխին սարքել էին կամ ինչ որ ըմբոստնատ ակցիա էր, ոչ իմ Ռոբին Հուդոտ մի բան արած կլներ։ Ավետ Կոնջուրյանը խարդախության համար դատապարտվել էր 2010-ին։ Ըստ գործի Կոնջուրյանը զբաղվելով բնակարանների առքուվաճառքով խաբեությամբ ուրիշի գույքին տիրանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Գագիկ Մեսրոպյանի հետ։ Աբովյանցի Ալվարդ Մկրտչյանին բնակարան վաճառելու պատրվակով որպես կանխավճար մաս ստացել են մոտ $15,000 եւ հափշտակել։ Կոնջուրյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ That's классик Робин Худ չէր, տենց на любителя։ Робин Худ մամինի подруги։ Okay, ոստիկանությունը, բայց ոնց որ թե այդքան էլ համաձայն չի, որ մարված դատվածություն այդ նույնն է, ինչ հոդս ցնդած գոյություն չունեցող դատվածություն։ ՀՀՆԳ կողմից տրամադրվող ձև ու տեղեկանքն իր մեջ ներառում է ՀՀՆԳ հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց վերաբերյալ հաշվառված եւ պահպանվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում մարված կամ վերացված դատվածության վերաբերյալ։ Ոնց է, որ հենց հերթը ասում են, որ պաշտոնյաների բարեկամներին ամեն ինչ բարեհաջող դասավորվում է։ Մի հատ ով կա, որ կարա տեն սիրուն ոսկեղենի կերենով բացատրի։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ որ փեսաները, քավորները, քենիները, բաժանաղները, բաժանաղի վարորդները, վարորդների սիրուհիները իրենց անձնական հարաբերություններն օգտագործել են հանրային բարիքի ոտնահարման համար։ Բոլորովին պատահական զուգադիպությամբ հետքը այդ նույն եղբորը վերաբերող ինչ որ անշարժ գույքոտ մեր եկա սերիալ էր բացահայտել, որին ավելի մանրամասն անդրադարձել ենք։ Դե հետքը էդի ոնց ասեց։ Ինչ տարբերություն ձեր հետքի եւ ազատություն ռադիոկայանի միջև։ Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Հիշում եք, որ երկրի նախագահը Բրոնսկը խփեց սեղանին ու ասեց, որ ԿՊ պատգամավորը պետք է դառնա ՍԴ դատավոր։ Այդ արդեն եղած բան է։ Դե թե պետք է արժեն քվեարկի, հələ ձևական բաների հետևից մի ինգի։ Ինչ ասում, տրադիցիա համաձայն վերջում պետք է ասում Ժորժան ավել պակաս կներեք, եթե ինչ որ եղանակով, ինչ որ ժամանակահատվածով, ինչ որ փուլում ինչ որ վարկագծի որույթը տեսակ չի համապատասխանում ձեր ակնկալիքներին, հավատացնում դա չի եղել որույթը եղանակով դիտավորությամբ կամ չարամտության արդյունք։ Դյաջ, դուք դեռ չեք ընտրվել։ Արա դե ոնց չի ընտրվել։ Մարդու մեջքին նախագահը կանգնած է ու արդեն 6 օր արա 6 օր ԿՊ-ական չի հանդիսանում։ Բերնով ես ասել։ Դենց որ բարեկամներ, եկեք կենտրոնանանք ավելի ուշադիր զարգացման վրա։ Այն ձախ կողմում նստած է Ավինյանի երկվորյակը։ Հանձնաժողովի անդամներին, բոլորին գործընկերներին, որ այս ընթացքում շատ ակտիվ համագործակցություն է իրականացել հանձնաժողովի հետ։ Պատգամավորի հիմնավոր հրաժեշտից նույնիսկ հանկարծակի եկավ նրա թիմակիցը։ Okay, այս տղեն շփոթության աստիճանի նման է Երևանի քաղաքապետին, ու ես արդեն չգիտեմ այդ վարչական շրջաններ, որ գնում են Ավինյանն է գնում, թե այս տղեն։ Ինձ թվում է դա պատահական չի, եթե հանկարծ Անիֆի գործը վատ գնաց, այս տղուն կարող է դենտան նստածնել։ Արմես պատկերացնում ես, այս տղուն սաղորը փողոցը մոտենում են, ասում են Աչափնյակի մետրոն երբ է բացվելու։ Ծիծեռնագամերտը խճուին ինչ եղավ։ Էդի ոնց որ 1000 դրամանոցն ու 10000 դրամանոցը։ Արա խիեն այդքան նման։ Գիտեք քանի հոգի է ամեն օր տուժում դրա պատճառով։ Այս հարցը ոչ պետք է բարձրացնել կենտրոնական բանկում։ Այդ հարցը տվեցին ԿԲ նախագահին։ Չցանկանում
կամ մտադրություն չունեք 1000 դրամանոցը փոխել 1010 դրամների գույնն ու դիզայնը փոխել կամ գոնե մեկն ու մեկը փոխեք շատ են իրար խառնում շփոթում ընդունում եմ մենք դրա մասին խոսեցինք մտածեցինք ուղղակի Վահե ջան այդ մեծ ծախսեր է լինելու այսինքն այն թղթադրամները որը որ մենք ունենք մենք փորձեցինք այն հին նմուշի եթե չեմ սխալվում 10000 դրամանոցի վրայի 10000-ը փոխեցինք գրված որ ինքը ավելի ակներև լինի դուրս գա Անես տպարությունը ոնց որ ի սկզբանե տարբեր մի հատ բաժին կար, որը 1000 դրամանոցներով էր զբաղվում, ու լրիվ ուրիշ մասնաշենքում 10000-անոց նկարող բաժին էր, ուսից իրար հետ կապ չունեն, որ տպեցին զուգահեռասին, արա դուք եք այս գույնը ընտրել, վայ դուք եք ընտրել, արա եկա կենտրոնական բանկ եք, կոշիկի բուտկա չեք կարեք այդ երկու բաժինները սինխրոնացնել արա։ Հիմա ասեց արդեն ինչ որ քայլ են արել, ավելի bold ու մուք են սարքել 10000-ը, ինչն է նշանակում, որ ուրեմն այս տղուն էլ, որ Ավինյանի նմանա, պետք է ստիպենք չգիտեմ, բեղեր պահի կամ ասես երկար բակերով էլի որ տարբեր ենք։ Հələ մի հատ քարը փեշից գցի, այս թեման սդեի զուտ բերեցիր այդ երկվորյակի թեմայի համար, չէ։ Բացարձակ դրա համար։ Դե հիմա դες որ առաջի անգամ որ ինչ որ կուսակցական մեկ էլ պետք է դառնա բոլորովին անկողմնակալ որ զբաղեցնի շատ կարևոր պաշտոն։ Հենա ԿՀ նախագահ Վահագն Հովակիմյանը էլի նույն պատմությունն է։ Ուղղակի ինքը լրագրողներին էթիկայի դասեր չի տալի։ Ինչպես ստացվեց, որ հանրապետականին քննադատող ԿՊՆ-ն գնաց նույն ճանապարհով, 8 տարվա կուսակցականին խորհրդարանից որոշեց սահմանադրական դատարան գործուղել։ Ես շնորհակալություն ըմբռնման համար, հարգելի գործընկերներ։ Մենք խոսում ենք նաև լրատվական էթիկայի կանոնների։ Չէ, ես ձեզ ասեցի, որ մեկնաբանություն չկա։ Սիրտս վկայում է շատ անկողմնակալ դատավորարներ, որտեղ դե միջև ընտրվի մի 10-12 օր անցած կլինի, որ արդեն կուսակցական չի։ Էս ինչ տիպի են լարվել ազատություն ռադիոկայանի դեմ։ #save ազատություն։ Միանշանակ, բայց եկեք մեր քաղաքական դաշտից տեղափոխվենք Ամերիկա, երկիր, որտեղ ամեն ինչ փայլուն մտածած է, ամեն խոսք ծանր ու թեթև արած, ամեն քայլ 1000 անգամ լուրջ, sense վերլուծված է։ Դոնալդ Թրամփը Հինոբարի Քերի Դոնալդը հանդիպեց Ճապոնիայի վարչապետի հետ ու այդ ընթացքում լրագրողներից մեկը հարցրեց՝ «Բախի չեք զգուշացրել Իրանի վրա հարձակվելուց առաջ»։ One thing you don't want to signal. Չենք ուզում շատ աղմուկ անել։ Մենք շատ ուժեղ հարձակվեցինք ու ոչ մեկին չենք ուզում զգուշացնել։ We wanted surprise. Who knows better? Անակնկալ լինի։ Ճապոնիայից լավ ոչ ոք անակնկալներից չի հասկանում, չէ՞։ Pearl Harbor. Okay? Դե դուք ինչի՞ մեզ Pearl Harbor-ի մասին չզգուշացրեցիք, հա? Ես այդքան տապոր դու ձյաց, ախր նույնն ոնց որ գերմանացու ընկերոջդ հետ, եթե գնաք պիցա ուտելու, ասես, հələ մի հատ բլիցկրիգ արա այս պեպերոնին, հələ դավայ, հանց։ Կամ եթե ինչ որ հրեա ընկերն ենք, ասես, բայց համար երեխեքին ճամբար չես ուղարկում, չէ, այդ ճամբարը չէ։ Նույնն է, ոնց որ ֆրանսիացի ընկերդ ասի, ես խաշ չեմ ուտում, դու ասես, արա էլի առանց սկսելու հանձնվեցիր, արա հետ չեք դուք ֆրանսիացիները։ Այդ ոնց որ հրեա ընկերն ասես, ստուդիայում անենց մի հատ լավ նոր կամերա ենք առել։ Չէ, գազային չէ, սովորական կամերա։ Բայց լավ, մի հատ զգանք Ճապոնիայի վարչապետի դեմքի արտահայտությունը Թրամփի բլթոցի ընթացքում։ Okay, why didn't you tell me about Pearl Harbor? Okay? Right? You know, he's asking me, no, you believe in surprise, I think much more so than us. And we had to surprise him. Սենց հիասթափություն մեկ էլ իմ մաթեմի ուսուցչու դեմքիներ, երբ իրան ասցի, որ դիսկրիմինանտը շատ վատ բան է, ու չի կարելի կանանց դիսկրիմինանտացնել։ Okay, ոչ եմ հասկացանք ինչի համար Նիկոլն ու Թրամփը ու Նարեկը շատ հեշտ ընդհանուր լեզու կարան գտնեն։ Հա, բայց triple նող բան է։ Ես զգում եմ, որ triple նող է։ Մի բան կա, բայց նաև շատ հեշտ լեզու կարելի է գտնել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչիի հետ։ Այսպես խառն է այսօր աշխարհը, իսկ եթե ուզում եք այդ աշխարհից գլուխ անել, ապա մնացեք մեզ հետ։ Մնացեք մեզ հետ, միացեք մեր Patreon-ին, որ ձեր փոխարեն կրակից գետնան նուշ հանենք մենք։ Այո, այս կեղտոտ լրահոսից որսանք մարգարիտներ ձեզ համար։ Պորնատնից ձեր համար ամենա Չէ, մենակ գետնանուշ։ Если что, լավ ուրոլոգ ընկեր ունենք։ Մերանուշ գործընկեր Sky Motors-ը ունի լավ լուր բեռնատարասեր հայերի համար։
Herring plus բեռնատարը 3.5 տոննա բեռնատարողությամբ։ Եկեք վերցրեք եւ լավ առիթներով օգտագործեք։ Հարսանիքա, կնունքա, բիզնեսի զարգացումը։ Հիմա, ասեք, ամենաապշեցնող մասը։ Դավայ։ Գինը 9.5 միլիոն դրամ։ Բարի գալուս Sky Motors-ի նոր սրա Թբիլիսյանի վրա մեծ բիզնեսի մեջ մտնող իմ փոքրիկ բարեկամ։ Բայց իմ բիզնեսը ինչ կապ ունես ամեն ինչի հետ։ Դմբոն չի հասկանում։ Բա բիզնեսդ ոնց է զարգացնելու եւ խնայելու առանց GMC էլեկտրական բեռնատար։ Իմը մեկա քաղաքի մեջ է, այնտեղ բեռնատար քշել չի կարելի։ Մերը կարելի է շատ դմբո ես դում սկսնակ բիզնեսմենի համար։ Բայց իսկ կարողա խառը մեքենաներ պետք գան։ Համ էլեկտրական, համ բենզինով GMC մեքենաներ, համ Mazda եւ Suzuki, համ էլ եթե համը չհանես ու զարգանաս, մեծածախ պատվերներ կարող ես անել բոլորը մեկ տեղում։ Մենակ այս գույներն են։ Հատուկ սենց էսթետների համար ունենք լավ լուր։ Ներկելու հնարավորություն կարալինի կապույտ, կարալինի աչքերիդ գույնի։ Իսկ կարալինի վարդագույն, իմը վարդերի բիզնեսա։ Կարալինի վարդագույն վրենը գրած շնորհավոր ամաննոր եւ Սուրբ Ծնունդ։ Իսկ սպասարկում կա։ Էլ չգիտի ինչից կպնի։ Sky Motors, սպասարկում ու կես ձեր բիզնեսի եւ ինչու ոչ հենց ձեր բոլոր ավտոկարիքների համար։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դեկորովա վիդեո բոցը։ Սամվել Կարապետյանը։ Ինչ հույսեր եք կապում դրան։ Դե իմը տնագեցի փոխվեց իշկանը։ Էսի 8 տարի նույնը արեց։ Հիմա էլ սրա այդ տնագի չան։ Էս էլ փորձենք ինչ անենք։ Ձեր ընկերները Փաշինյանին են ընտրելու։ Ինչպես եք համարել։ Էսի ընկերները չեն, այս սրանք ավազակ մարդիկ են։ Բայց իրանց հետ եք բլոդ խաղում։ Իրանց հետ կրակն եմ եկել։ Զրո հարգանք էլի, ասենք կարար չգիտեմ, հնդկացիների ռեզերվացիայի հետ հանդիպել։ Let's play cowboys and Indians։ Կամ ինչ որ տենց իրանց բնիկ ամերիկացին, ասեն խիք ստեղ լրվել, գնացեք ձեր հայրենի Հնդկաստան։ Գնացեք Հնդկաստան։ Ինչ եք ստեղ ռեզերվացիաներ։ Ջնջվել է ապեր, սաղ ջնջվել է, ես առաջարկում եմ OnlyFans-ում մի քիչ ավելի շատ խոսանք, թե դեպի ինչ կենտրոնություն է գլորվում այս Էդ էլ աշխարհը։ խոսանք, բայց ես առաջարկում խոսանք Վիկտոր Սողոմոնյանի եւ Քոչարյանական, Սերժական, հիմա նաեւ Կարապետյանական սրաչի մասին։ Հիմա ասես նաեւ տենց բան ենք, Քոչարյան ենք, մեղադրում են Կարապետյանեն, Սերժական, ինչ որ բանելու համար, այս ամենը OnlyFans-ում։ Ու նաեւ կպարզենք Սերգեյ քանի ժիմա, դու քանի ժիմ ես անում։ OnlyFans-ում կանեմ կտնակ։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։